Ընկերներ ողջույն, սահմանն անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Ողջույն պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Արգելյան, նախ խոսենք ներքաղաքական process-ներից, հետո ուզում եմ, որ անպայման խոսենք նաև Թուրքիայի մասին։ Վերջերս խորհրդանական ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները, թեև եւ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները փոխհրաձգության մեջ են շատ բացահայտ, թե ով է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, բայց նշեցին, որ չեն բացառում շարունակաբար էլի փողոցային պայքարի վերսկսումը, որպեսզի հեռացնեն այս իշխանությանը, մասնավորապես Փաշինյանին, եւ նշեցին, որ իրենց այսպես ասած տարաձայնությունները որևէ կապ չունեն եւ իրենց օրակարգի ընդհանրություններից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար է։ Խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 տարի, մոտ 3 ամիս ժամանակ, ինչ կարիք կա նախաձեռնելու էլի փողոցային ինչ որ պայքարներ, էլի նախաձեռնելու ինչ որ շարժումներ այս իշխանությանը հեռացնելու համար, եթե ընդամենը 1 տարի ժամանակ կա պատրաստվել ընտրությունների եւ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն։ Նախ այս ուժերը հասկանում են, որ խորհրդարանական հերթական ընտրություններով եւ մեծ առումով ընտրությունների միջոցով իրենք չեն կարող հեռացնել այս իշխանության այն առումով, որ ստանան հանրության ձայների մեծամասնությունը եւ այդ ճանապարհով իշխանությանը հեռացնեն կամ իրենք գան իշխանության։ Սա է հիմնական պատճառը, որը իրենք հասկանում են եւ դրա համար իրենք փորձում են ոչ ուրեմն ընտրական մեթոդներով կամ միջոցներով փորձել հասնել իշխանության, իսկ ինչ վերաբերում է փողոցային պայքարով իշխանությանը հեռացնելուն, ապա նույնիսկ այդ պարագայում մենք տեսնում ենք, որ կարծեք թե իրենց այդ փողոցային պայքարը ու մեծ առումով պայքարը բերում է ոչ թե իշխանության հեռացման, այլ իրենք են կարծեք թե հեռանում եւ այն կոնֆլիկտը, որ այսօր կա այդ երկու թևերի միջև արդեն ակնհայտ եւ հանրային մակարդակով, դա ցույց է տալիս, որ իրենք ունեն խնդիրներ եւ այդ խնդիրները ի ցույց են դնում այլևս հանրությանը, իսկ հանրությունը համոզված եմ նույնիսկ այն զանգվածը հանրության, ովքեր միգուցե մտածում են կամ պատրաստվում են իրենց օգտին քվետալ, հասկանում են, որ այստեղ կա լուրջ տարաձայնություններ, իսկ այդ տարաձայնությունները ես համոզված եմ ու կարծում եմ, որ նոր չի, դրանք խորքային տարաձայնություններ են, որոնք եկել են դեռևս 2007-8 թվականներից եւ որոնք շարունակվել են այս ընթացքում, պարզապես այսպես իշխանությանը հեռացնելու այդ հանգամանքը կարծեք թե ձևականորեն միավորել էր այս երկու թևերին, սակայն մենք տեսանք այդ պայթյունը, հա, այլևս, երբ որ արդեն ներվերը տեղիք տվեցին եւ մարդիկ սկսեցին արդեն ակնհայտ մեղադրել մեկը մյուսին, սա նաև պայմանավորված է այն ձախողումներով, որ վերջին 5-6 տարիներին մենք տեսել ենք այս քաղաքական ուժերի կողմից, ովքեր հերթական սեզոնային, հա, քաղաքական գործընթացների մեկնարկը տալով հայտարարում են կոնկրետ նպատակների մասին, սակայն արդյունքները մենք բոլորս տեսել ենք։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող խոսել նաև իշխանության անթերի աշխատանքի մասին, շատ մեծ արդյունքների մասին, մենք շարունակում ենք ունենալ կառավարման խնդիրներ, մենք շարունակում ենք ունենալ անվտանգության հետ կապված հազար ու մի խնդիր, այնուամենայնիվ ինչու չի հաջողվում բովանդակային իմաստով հանրությանը կամ դրա մի ստվար մասին կոնսոլիդացնել իրենց օրակարգերի շուրջ, հա, եթե այսպես ասենք, պատկերավոր լինելու համար 7 տարի շարունակ մեկ օրակարգով հանդես գալ եւ տեսնել, որ ամեն անգամ այդ օրակարգը տապալվում է եւ տեսնելով, որ կան բազում թերություններ, ինչու ընդդիմությունը չի օգտագործում հենց բովանդակային առավելությունը, որպեսզի այսպես ասեմ, բովանդակային առավելություն ունենա իշխանության նկատմամբ եւ մարդիկ էլ գնան կոնսոլիդացվեն այդ ուժերի շուրջ։ Տեսեք, այս երկու անձինք եւ իրենց շրջապատը նկատի ունեմ երկրորդ եւ երրորդ նախագահներին 20 տարիների ընթացքում իրենք հանրությանը առաջարկել են ամեն ընտրությունների ընթացքում նոր ինչ որ տեսլականներ երկրի զարգացման, այսինքն ժողովուրդը տեսել է, թե իրենք ինչ տեսլականներ են առաջ քաշել եւ տեսել են դրա հակառակ գործընթացները, թե ինչպես են իրենք անում
հակառակը ինչ որ առաջարկում են, եւ հետեւաբար ես համոզված եմ, որ այս անձինք եւ իրենց քաղաքական շրջանակները ինչ առաջարկներ էլ որ անեն, հանրության ապատիան այս մարդկանց եւ այս քաղաքական ուժերի նկատմամբ այնքան մեծ է, որ նույնիսկ եթե այսօր իշխանությունը ունի բացթողումներ, թերություններ, ձախողումներ, նույնիսկ այդ ամենի ֆոնին հանրությունը չի հավատում այս մարդկանց, հանրությունը մերժել է այս մարդկանց եւ հանրությունը հիմնավոր ձևով է մերժել այս մարդկանց եւ կարծում եմ, որ այս մարդկանց հիմնական թերությունը եւ խնդիրը դա գիտակցելն է, որ այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ճնշող մեծամասնությունը չի կարող վստահել այն քաղաքական լիդերներին եւ քաղաքական ուժերին, ովքեր 20 տարի, 20 տարի ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունը եւ տարել են Հայաստանի Հանրապետությանը ձախողման, Հայաստանի Հանրապետությունը հասցրել են սոցիալ-տնտեսական եւ անվտանգային այնպիսի իրավիճակի, որ դրանից անդին այլևս փլուզումներ եւ փաստացի 2020 թվականի նաև պատերազմը դրա արդյունք էր, քանի որ նույն Ադրբեջանում լավ հասկանում են, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ միայն 2020 թվականի, մենք նաև հեռու չգնանք 2016 թվականի քարորյան նույնպես դրա վկայությունն էր, որ այլևս Ադրբեջանը հասել է ռազմական տնտեսական այնպիսի պոտենցիալի, որ կարող է իրեն թույլ տալ տարածաշրջանում սանձազերծել պատերազմ։ Իսկ դրանում, այո, մեղավոր էին այդ իշխանությունները, որքան էլ որ մենք ասենք, որ բավական է ուրեմն նախկիներ եւ ներկաներ անենք, միևնույն է խնդիրները կան, միևնույն է այդ ոչ վաղ անցյալի պատմությունը կա եւ համոզված եմ, որ մեր քաղաքացիները այդ պատմությունից դասեր քաղել են եւ համոզված եմ, որ եթե մեր քաղաքացիները մի օր ցանկանան իշխանություն փոխեն Հայաստանի Հանրապետությունում, ապա դրա այլընտրանքը չի լինելու կամ չպետք է լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանը կամ նրանց շրջապատի կամ նրանց հարող որևէ քաղաքական ուժեր եւ անհատներ։ Այսինքն այդ ուժերը կամ նրանց արբանյակները ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն չեն կարող իրականացնել։ Տեսեք, մեծ առումով այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում նույնիսկ եվրոպական, այսպես քաղաքական կուլտուրայով ու մշակույթով ավելի բարձր հասարակություններին է նույնիսկ կարող մանիպուլացնել եւ Հայաստանի հասարակությունը կարծում եմ այստեղ չի կարող անմասն մնալ եւ իհարկե մենք չենք բացառում, որ նման մեթոդներով, նման այլ գործիքակազմերով հիբրիդային պատերազմի բոլոր կանոններով, այդ թվում արտաքին ճնշումների, սահմանային լարումների, բախումների եւ այդ համատարած քաոսի ստեղծման ֆոնին իրեն կարողանան իշխանություն վերցնել Հայաստանում, սակայն ես կարծում եմ եւ որոշակի համոզմունք ունեմ, որ մենք չենք այդ սցենարը չենք ունենա։ Մյուս կողմից էլ որպիսի ապավագրած լինենք նման սցենարներից, տեսեք, մենք խոսում ենք եվրոպական միության մասին, եվրոպական քաղաքական մշակույթի եւ արժեքների ժողովրդավարության մարդու իրավունքների օրեր առաջ, եթե չեմ սխալվում 3 եւ նաեւ օրեր առաջ Ռումինիայում արգելեցին կոնկրետ տեխնացուի մասնակցությունը ընտրություններին եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներին։ Սա նշանակում է, որ երբ որ մենք ասում ենք ժողովրդավարություն, սա չի նշանակում բացարձակ քաոս եւ անկառավարելիություն։ Մենք գիտենք, որ նաեւ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս նաեւ հակաժողովրդավարական անհատներին եւ ուժերին գալ իշխանության եւ պատմությունը լիքն է նման օրինակներով եւ եթե Ռումինիայում այո թողեին այդ անձին մասնակցել ընտրության, ապա ես համոզված եմ այնտեղ մենք ականատես ենք լինելու այսպես սահմանադրական միգուցե հեղաշրջման օրինակի եւ հետեւաբար մենք պետքա նաեւ նման գործիքակազմեր կիրառենք այն մարդիկ քաղաքական ուժերը անհատները միգուցե իմ ասածը հիմա այսպես շատ կոշտ կհնչի, բայց նույն ժողովրդավարական Եվրոպայում կա այլևս դրա նախադեպը եւ այն քաղաքական ուժերը անհատները, ովքեր ուրեմն սպառնալիք են ժողովրդավարության համար, ովքեր սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդավարության համար, այդ մարդկանց
մուտքը քաղաքական դաշտ, այդ մարդկանց ուրեմն մասնակցությունը ընտրական գործընթացներին, առավել եւս երբ որ մենք գիտենք թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական անցյալ ունեն, պետք է գործիքակազմեր լինեն, որոնք սահմանափակ են եւ արգելափակ են։ Իսկ համար առաջին գործիքակազմը պետք է լինի նախ եւ առաջ այդ անձերի եւ քաղաքական ուժերի նկատմամբ քաղաքական գնահատականի արտահայտումը ներկա իշխանությունների կողմից, որը այլևս քաղաքական դաշտում կհստակեցնի նրանց տեղն ու դիրքը, որին կհետևեն նաև իրավական որոշակի գործընթացներ։ Իսկ ըստ ինչու դա տեղի չի ունենում։ 7 տարի շարունակ դա տեղի չի ունենում ու այն դեպքում, երբ օրինակ հենց նույն իշխանության բարձրագույն ներկայացուցիչները այդ սուբյեկտներին կամ այդ քաղաքական կուսակցություններին անվանում են ուզուրպատորներ, ովքեր ուզուրպացրել են իշխանությունը, ուզուրպացրել են պետությունը վերածել են գործիքի, կրիմինալ գործիքի, բայց նրանք ոչ միայն քաղաքական դաշտում են, այլ նաև խորհրդարանում են, մասնակցում են տարատեսակ ընտրությունների, թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների, նույն հիբրիդային պատերազմի գործիքները, հա, ով չգիտի, որ բուն ռազմական գործողություններից հետո ամենաարդյունավետը հիբրիդային պատերազմի միջոցներն է, որ կիրառվում են։ Ինչու է ամեն ինչ դեպի այդ դեպքում չի առնվում։ Այստեղ փոքրինչ տրամաբանական հակասություն կա, էլի, եթե պետությունը ուզուրպացվել է, իշխանությունը զավթվել է, ապա դրան եւ քաղաքական գնահատականն է բացակա, եւ իրավական գնահատականն է բացակա, բայց այլ իշխող ուժը ընտրությունների նախաշեմին միշտ խաղարկում է այդ հաղթաթուղթը։ Տեսեք, այստեղ ցավալիորեն քաղաքական կոնյունկտուրան եւ միգուցե կուսակցական շահերը կարծեք թե մի փոքր ավելի վեր են դրված մեծ առումով քաղաքական համակարգի շահերից։ Այո, երբ որ մենք ասում ենք ուզուրպացիա պետության եւ իշխանության, նկատի ունենք պետության եւ իշխանության բռնի զավթում, եւ սա ոչ միայն քաղաքագիտական կատեգորիա է, սա նաեւ իրավական կատեգորիա է, երբ որ մենք ասում ենք ուզուրպացիա իշխանության ու պետության, նախ մենք պետքա բանաձևի, հա, տեսքով եւ բանաձևի տեսքով ուրեմն տանք դրա գնահատականը քաղաքական առումով եւ հետո հետևեն դրան արդեն իրավական գնահատականները, իսկ ես համոզված եմ, որ մենք մեր իրավական համակարգը, եթե կամք դրսևորի, ապա դրա իրավական գնահատականներն էլ ուրեմն մենք կտեսնենք։ Մենք տեսնում ենք վերջին ամիսներին բավականին մեծ կոռուպցիոն, հա, այսպես բացահայտումներ կամ ապօրինի գույքի հետ կապված բացահայտումներ եւ պետությանը հետ վերադարձի, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում եւ դա մեկ դեպք չի, երկու դեպք չի, դա տասնյակ դեպքեր են, ինչը նշանակում է, որ սա այլևս օրինաչափություն է եղել այդ իշխանության տարիներին, իսկ դրա իրավական գնահատականը, այո, նաև պետք է լինի քաղաքական գնահատականին համահունչ, իսկ դա նշանակում է, որ ուզուրպատորները քաղաքական Հայաստանի քաղաքական համակարգում եւ քաղաքական գործընթացներում այլևս պետքա ուրեմն մասնակցություն չունենան այդ գործընթացներում, իրանք պետքա լինեն outsider։ Կխնդրեմ նաև որպեսզի մենք անդրադառնանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասում է. «Կարծում ենք, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանը եւ Թուրքիան չպետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան ու սահմանները չպետք է բացվեն։ Այսօրվա դրությամբ ամենակարևոր համաձայնագիրը 2022 թվականին կնքված երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացումն է։ Մեր կողմից Մարգարայի անցակետը վերանորոգվել է եւ պատրաստ է»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր Հայաստան են ժամանել Մարգարայի անցակետով, ծանոթացել են այդ անցակետի վերանորոգված, վերազինված հնարավորություններին, փաստել են, որ անցակետը պատրաստ է գործարկման, դրանից առաջ մենք իմացանք, որ մարտի 1-ից այդ անցակետում Թուրքիայի հետ սահմանին սահմանապահ ծառայությունը բացառապես արդեն Հայաստանի սահմանապահներն են իրականացնում եւ գործընթացը առարկայորեն տեղից չի շարժվում, հա, սահմանի բացման իմաստով։ Կան նախադրյալներ, որ այդ սահմանը իրոք բացվելու է։ Այստեղ ինչ կարևորություն կարող է ունենալ եվրոպական ձևավորվող այս նոր անվտանգային միջավայրում Թուրքիայի դերակատարությունը։ Դե Ադրբեջանի մասով կարծես թե ամեն ինչ պարզ է, բայց
կա իրավիճակ կամ կարող է իրավիճակը հասնել այնտեղ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման կամ կարգավորման գործոնը չլինի այս դեպքում առաջնային, հա, այդ որ իրավիճակում պիտի լինի։ Իմ տեղեկություններով այս հանդիպումը, հա, լրագրողների այցը շատ ավելի վաղ պետք է կազմակերպվեր եւ թուրքական կողմի խնդրանքով է հետաձգվել պայմանավորված Սիրիայում հայտնի իրադարձությունների, ընդ որում նրանք ցանկացել են, որպեսզի այս հանդիպումը այդ իրադարձությունները ստվեր չգցեն այս հանդիպան կարևորության վրա եւ հանդիպումը այս օրերին է տեղ ունենում լրագրողների այցը Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, իհարկե այստեղ կարևոր առանցքային դեր խաղում է այնուամենայնիվ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները եւ այս պետությունները այնուամենայնիվ նույնիսկ հրապարակային մակարդակով հայտարարում են, որ այդ հարաբերությունները փոխպայմանավորված է, չնայած ես համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ Թուրքիան ավելի կցանկանար հիմա տեսնել բաց սահմաններ, դա նաև եւ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում եւ գլոբալ քաղաքականության համատեքստում միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի, հա, նոր վարչակազմի Թրամփի ընտրվելուց եւ նոր վարչակարգի ձևավորումից հետո եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում բնականաբար սպասում էին, թե ինչպիսի զարգացումներ պետք է ունենա, թե ինչպես պետք է դիրքավորվեն, ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Թուրքիան, Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանի հետ կապված եւ այստեղ թերևս մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներում գոնե Հայաստանի համար մի 2-3 կարևոր նշանակումներ եղան, որոնք հույս են ներշնչում, որ այն քաղաքականությունը, որը վարել է Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, դա շարունակականություն կունենա եւ այստեղ թերևս ես շատ կարևոր եմ համարում Լուի Բոնոյի նշանակումը Եվրասիայի եւ Եվրոպայի տարածաշրջանի մեր տարածաշրջանի, հա, այդ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում եւ եթե նկատած լինեիք 3 Միացյալ Նահանգներ եւ Ուկրաինա բանակցություններին ներկա էր նաև Լուի Բոնոն, որը եւս թույլ է տալիս ենթադրելու, որ այս պաշտոնյան այնուամենայնիվ կարևոր դերակատարում ունի այս աշխարհակաղակական նոր զարգացումների բանակցություններում եւ նաև բնականաբար իր խոսքը ունի։ Թուրքիան նույնպես ես կարծում եմ անվտանգային խնդիրների ուրեմն գլոբալ առումով հարցեր ունի պայմանավորված ՆԱՏՕ-ի դերակատարման նվազեցման հետ։ Թուրքիայի անվտանգության առանցքը, հա, դա ՆԱՏՕ-ն է, Հյուսիսատլանտյան ուրեմն այդ անվտանգության համակարգն է եւ եթե այս անվտանգության համակարգը փլուզվում է եւ Եվրոպան կամ Եվրոպական միությունը դառնում է նաեւ անվտանգային միություն առանձին ՆԱՏՕ-ից, որտեղ ՆԱՏՕ-ի դերակատարումը խիստ նվազում է, ապա Թուրքիան այստեղ բնականաբար մտածելու առիթներ ունի եւ բնականաբար Թուրքիան կցանկանա դառնալ այդ համաեվրոպական անվտանգության կարևոր ուրեմն մասնակիցներից մեկը, թե որքանով կհաջողվի Թուրքիայի խցկվել այդ արանքում եւ թե որքանով եվրոպական պետությունները ցանկություն կունենան Թուրքիային տեսնել այդտեղ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի ուրեմն քաղաքականությունը, դիրքորոշումները եւ վարքագիծը, դա ցույց կտա ժամանակը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ եթե դիտարկենք նոր ձևավորող եվրոպական անվտանգության համատեքստում, ապա այո, այստեղ շատ կարևոր է նույն Եվրոպայի համար, նաև Թուրքիայի համար, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ այստեղ կոմունիկացիաները բացվեն։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ 22 թվականի ձեռք բերած պայմանավորվածությունը կպահպանվի եւ որպես առաջին քայլ կլինի այդ երրորդ երկրների, հա, եւ դիվանագիտական ազդագիր ունեցողների համար սահմանի բացումը, չնայած ես կարծում եմ, որ դա պետքա լիներ ամբողջական բացում եւ ոչ թե երրորդ երկրների ներկայացուցիչները օգտվեին այս տարածքից, այլ նախ եւ առաջ օգտվեր Հայաստանի Հանրապետությունը, բայց այնուամենայնիվ դա կարող է, այսպես ասենք, կոտրել այդ սառույցը եւ հաջորդ ուրեմն քայլը լինի ամբողջական սահմանի ապաշրջափակումը եւ բացումը։
Ընդդիմությունից օրինակ ասում են, որ Ռուսաստանը այստեղ Հայաստանում գործընկեր է փնտրում եւ անհրաժեշտ է գտնել այսինքն իշխանության հարցը սուր է դրված եւ պետք է գտնվի այդ գործընկերը, որը ունենալով Ռուսաստանին թիկունքում թուրքական աշխարհի հետ կբանակցի կոշտ, բայց կառուցողական։ Գնանք այսօր Ռուսաստանը նույն թուրքական աշխարհի ու Էրդողանի հետ չի կարողանում օշտ բանակցել, ինչպես է Ռուսաստանը թիկունք լինելու Հայաստանին կոշտ բանակցելու հարցում, ավելին ասեմ, այսօր Հայաստանը շատ ավելի կառուցողական բանակցում է եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ դա վկայում են այնուամենայնիվ որոշակի այն արդյունքները, որոնք կան, իսկ Ռուսաստանի թիկունք լինելու այդ գաղափարը, հա, մեր մոտ առնվազն գոնե վերջնականորեն տապալվեց 2022 թվականին, երբ որ Հայաստանը վերջնականորեն համոզվեց, որ որպես այդպիսին թիկունք չունի, այլ ընդհակառակը ինքը այդ թիկունքից հարվածներ է ստանում, եւ սա բերեց նաեւ Հայաստանի իշխանությունների մոտ որոշակի վերա դիրքավորման թե նախ եւ առաջ անվտանգության ապահովման առումով եւ նաեւ արտաքին քաղաքականության առումով եւ հետեւաբար կրկին դիտարկել, որ Ռուսաստանը թիկունք է լինելու եւ Ռուսաստանը մենք տեսանք օրինակ Սիրիայում թե ինչպես Ռուսաստանը թիկունք եղավ, թե ինչ տեղ ունեցավ Ասադի ու Ասադի պետության հետ։ Մենք տեսանք Արցախում եւ Հայաստանում այդ թիկունքը ինչի հանգեցրեց։ Ես համոզված եմ այն տարածաշրջաներում, որտեղ գոնե ներկայիս Ռուսաստանը վերցնում է անվտանգության պատասխանատվություն, Ռուսաստանը դա անում է հետագայում այդ ուրեմն իր վերցրած պատասխանատվությունը ուրեմն շուկայական, հա, այսպես տերմինաբանությամբ ասած, առուծախի վերածելու եւ անհրաժեշտության պահին իր շահերից ելնելով զիջելու։ Մենք դրա դասական օրինակ է Հայաստանը, դրա դասական օրինակ է Արցախը եւ դրա դասական օրինակ է ուրեմն Սիրիան եւ այսօր, երբ որ մենք խոսում ենք օրինակ ալևիներից ցեղասպանության մասին Սիրիայում այս օրերին, դրա համար առաջին պատասխանատուն նաեւ Ռուսաստանն է, քանի որ հենց Ռուսաստանն էր հանդիսանում այդ տարածաշրջանում ու Սիրիայում այդ անվտանգության երաշխավորը, սակայն թե Արցախի պարագայում այդ երաշխավորը թույլ տվեց, որպիսի Արցախահայերը բռնի տեղահանվեն Արցախից, եւ թե Սիրիայում մենք տեսնում ենք, մենք գիտենք, որ Ասադը ալևիական իշխանություն էր, հա, այսպես ասենք Սիրիայում, եւ մենք տեսնում ենք հիմա հաշվեհարդար այդ էթնիկ խմբի եւ փոքրամասնության նկատմամբ եւ այստեղ բնականաբար Ռուսաստանը իր, այսպես ասենք, բացասական ներդրումը ունի։ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ ինքը այո, շահագրգռված է, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարգավորեն հարաբերությունները, Հայաստանը եւ Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները եւ անպայման հիշեցնում է իր մասին, որ ինքը միշտ պատրաստ է այդ միջնորդի դերակատարումը ստանձնել, միշտ պատրաստ է Մոսկվան տրամադրել որպես հարթակ եւ այլն։ Ինչու է ուզում Ռուսաստանը անպայման ներկա լինել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում։ Բնականաբար այս տարածաշրջանում Ռուսաստանը ցանկանում է ունենալ իր մասնաբաժինը աշխարհաքաղաքական այս տորգի, հա, մեջ եւ միևնույն ժամանակ պետք է նաեւ փաստեմ եւ համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը թերևս այն բացառիկ պետությունն է, որ այս տարածաշրջանում շահագրգռված չի խաղաղության, այս տարածաշրջանում շահագրգռված չի Հայաստան Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ Ռուսաստանը հարավային Կովկասում գտնվում է այդ կոնֆլիկտների արդյունքում եւ այդ կոնֆլիկտներն են հնարավորություն տալիս Ռուսաստանին գտնվել տարածաշրջանում եւ այսօր ես կարծում եմ, որ տարածաշրջանի պետությունները ունեն այդ գիտակցումը, որ այնուամենայնիվ Ռուսաստանը այստեղ չի կարող ունենալ կառուցողական դեր, առավել եւս, երբ որ այս տարածաշրջանի պետությունները պատրաստ են առանց միջնորդների տետատետ հանդիպել եւ բանակցել այն խնդիրների մասին, որոնք կան։ Ավելին ասեմ, ես համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը շահագրգռված չի նաեւ Իրանի շուրջ այդ միջուկային կոնֆլիկտի լուծմանը, քանի որ սա Իրանին պահում է երկարաժամկետ ուրեմն իզոլացիայի մեջ եւ որպես նաեւ
էներգետիկ ոլորտում մրցակից պետություն եւ պետություն, որը ունի շատ լուրջ պոտենցիալ, որը կարող է լինել նաեւ եվրոպական այսպես նավթագազային շուկայի կարևոր մատակարարներից մեկը, այստեղ կա նաև Ռուսաստան-Թուրքիա շահերը, ուրեմն Իրանին իզոլացնելու եւ այս առումով Իրանի հետ կապված նույնպես ես համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը ցանկություն չունի կարգավորել այդ հարաբերությունները, որի մասին ի դեպ Իրանի նախկին արտգործ նախարարը բացեբաց հայտարարել էր։ Այսինքն հիմա եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այդպես էլ այդ ճեղքումը տեղի չունենա, հայ-թուրքական սահմանը այսպես մնալու է օդում, հա։ Ես համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ այդ հարաբերությունները կարգավորվելու են եւ այդ սահմանը բացվելու է, քանի որ այդ սահմանը ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին կամ Հայաստանին եւ Թուրքիային են անհրաժեշտ, մենք խոսեցինք Եվրոպայի մասին, գլոբալ եվրոպական անվտանգության համատեքստում այդ սահմանները անհրաժեշտ են նաեւ բացմանը անհրաժեշտ է նաեւ Եվրոպային, այդ սահմանների բացումը համոզմունք ունեմ, որ անհրաժեշտ է նաեւ Միացյալ Նահանգներին եւ այդ սահմանների կայունությունը կարեւոր է նաեւ Իրանի համար, չմոռանանք Իրանին, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք նաեւ շատ ավելի կոնկրետ ներգրավվածություն Միացյալ Նահանգների մեր տարածաշրջանում։ Գիտենք այսօր համար առաջին խնդիրը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև այդ պատերազմի դադարեցումն է եւ որոշակի լուծման բերելն է, բայց համոզմունք ունեմ, որ առաջիկայում մենք այդ խնդիրներին Միացյալ Նահանգների կողմից շատ ավելի ուշադրությանը մեր տարածաշրջանին մենք կտեսնենք։ Իհարկե, այստեղ կա նաև Իսրայելի խնդիրը, Իսրայել-Իրան այդ հարաբերությունների համատեքստում, որտեղ Ադրբեջանը ցանկանում է որոշակի դիրքավորում ունենալ ընդդեմ Իրանի, բայց ես կարծում եմ, որ այդ համատեքստում Ադրբեջանը շատ ավելի բարդ եւ վտանգավոր ուրեմն գործընթացի մեջ կարող է ներգրավվել, քան ինքը պատկերացնում է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը բազմիցս եւ երբեմն կոշտոնայնությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում որևէ սահմաններ չպետք է փոխվեն եւ դա մասնավորապես վերաբերել է Հայաստանին։ Իսկ կլինի իրավիճակ, որ Իրանը այդ կարմիր գծերին չի վերաբերվի այդքան կարմիր։ Երեք ամեն իրավիճակ հնարավոր է, այդ իրավիճակը օրինակ ես պատկերացնում եմ, որ Իրանը ներգրավի այնպիսի քաոսային իրավիճակում, հա, դիցուք Իրանի վրա կլինի հարձակում, ներսից ուրեմն խժդժություններ եւ այլն եւ Իրանը մեծ առումով կամ Իրանի ներկայիս քաղաքական ռեժիմը չի կարողանալու պատշաճ ուշադրություն դարձնել ուրեմն սահմանես հատվածին եւ փաստացի ավելի շատ ներգրաված կլինի ներքին քաղաքական խնդիրների լուծմամբ, սակայն ես դա քիչ հավանական եմ համարում, հաշվի առնելով տվյալ պարագայում այն հանգամանքը, որ Իրանը ունի ավտորիտար, հա, այսպես համակարգ եւ այդ համակարգերը նման կոնֆլիկտների պարագայում շատ ավելի կոնսոլիդացված են լինում եւ կարծում եմ իրանական ռեժիմը ի վիճակի է կոնսոլիդացնել Իրանի հանրությանը ընդդեմ Արևմուտքի ու տվյալ դեպքում Միացյալ Նահանգների ու Իսրայելի, եթե նրանք փորձեն ուրեմն ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր։